Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նիկոլ Փաշինյանն էլ ամենառուսամետ ղեկավարներից մեկն է։ Ես կարծում եմ աղբարկղերն էլ որոշ քաղաքական ուժերի համար հրաշալի գովազդային մակերես կարող են լինել։ Բարենցավան խոշոր գյուղերով փակեցին։ Այդ Կիրակի օրը։ Մենք առավոտյան հավաքվում ենք այստեղ, շարժվում ենք։ Ի վերջո ԵՄ թե ԵԱՏՄ։ Անշուշտ ԵՄ, այստեղ երկու պատասխան չի կարող լինել, երկմտանք չի կարող լինել, քնած տեղից արթնացնել մարդու պետք է ասի ԵՄ, ինչու՞, որտեղ զարգացած շուկա է առաջադեմ։ Պարոն Սիմոնյան, շատ լավ հասկանում եմ, որ զարգացած շուկա է, բայց այսօր մեր տնտեսությունը պատրաստ չէ միանշանակ այդ շուկային, եւ ԵԱՏՄ-ում էլ այլևս մեզ հետ վերջնագրերով են սկսել խոսել, Պուտինի հայտարարությունները վստահաբար լսել եք առայն, որ Հայաստանը պետք է հարաքվե անի, Հայաստանը պետք է կողմնորոշվի եւ չի բացառվում, որ մայիսի 28-ին Աստանայում այս հարցը քննարկման դրվի։ Կան հաշվարկներ, եթե այս փուլում այնուամենայնիվ այդպես ստացվի, որ ԵԱՏՄ-ն որոշի մեզնից հրաժարվել, դա ինչ կարժենա Հայաստանի տնտեսության, Հայաստանի քաղաքացու վրա այս պահին, որովհետև մեր ժամանակ ամենևին պատրաստ չեն տալ։ Եթե դուք այսօր պատրաստ չեք, դա չի նշանակում, որ քայլերի պետքա չդիմեք։ Եթե քայլերի չդիմեք, դուք երբեք պատրաստ չեք լինելու։ Միգուցե պետք էր պատրաստվել, հետո սկսել խոսել այդ մասին, չենք շտապ։ Անհնարին է, որովհետև դուք այնպիսի պարտավորություններ ունեք լինելով այդ տնտեսական կառույցում, որը ձեզ հնարավորություն չի տալու ավելի զարգացած երկրների հետ համագործակցային դաշտ մշակեք։ Բացի այդ, նրանց մաքսային պայմանները ուղղակի հնարավորություն չեն տալիս, որ դուք այդ պետությունների հետ առևտրատնտեսական հարաբերություններ ունենաք, կարողանաք զարգացած տեխնոլոգիաներ բերել, կարողանաք բիզնեսի առաջանցիկ զարգացում իրականացնել եւ այդ երկրների հետ համապարփակ եւ խորը առևտուր սկսեք։ Այսինքն դուք պարտավոր եք ուղղակի այդ քայլին գնաք, որովհետեւ ռիսկեր միշտ կան, եթե դուք ռիսկի չեք դիմում, դուք փլատակների տակ հայտնված պետություն եք լինելու, իսկ Ռուսաստանի տնտեսությունը գահավիժում է իր կողմից անձազերծված պատերազմի հետևանքով։ Ինչ վերաբերվում է, որ նրանք պատրաստում են Աստանայում քննարկումներ ծավալեն կամ վերջնագրերով են խոսում, եթե վախենում եք, ուրեմն ինքնիշխանություն ունենալու իրավունք չունեք։ Ինքնիշխանությունը առաջին հերթին խիզախելու մասին է։ Դուք խիզախել եք, որ սովետական միության կազմից դուրս եք եկել որպես անկախ պետություն, դուք այդ պարտավորությունը ունեցել եք, խիզախել եք, որ Արցախյան պատերազմում հաղթանակ եք տարել, ձեր ինքնիշխանությունը պաշտպանելով, խիզախում եք, որ անգամ 44 օրյա պատերազմից հետո, ջախջախիչ պարտությունից հետո ինքնիշխանությունը կարմիր գիծ է եւ պաշտպանում եք որպես քաղաքացի եւ պետք է խիզախեք ապագայում ռիսկերը կառավարելի դարձնելու համար քայլ անել։ Պարոն Սիմոնյան, հաշվարկների մասին այդպես էլ չխոսեցիք։ Հայաստանի տնտեսության համար ինչ կարժենա ԵԱՏՄ-ից դուրս գալը, մեր, չգիտեմ, յուրաքանչյուր գործարար, յուրաքանչյուր քաղաքացի ինչպես է դա զգալու իր մաշկի վրա այսօր, ոչ թե վաղը կամ, չգիտեմ, 10 տարի անց։ Ցանկացած առաջադիմություն, ցանկացած տնտեսական շահ եւ բարեկեցություն ներդրում է պահանջում։ Եվ դժվարությունները այդ ներդրման կարևոր հանգամանքներից մեկն է։ Անշուշտ դժվարություններ լինելու են, թե վառելիքի շուկայում, թե միջանկյալ շուկաների փնտրտուքի հարցում, թե ֆինանսատնտեսական դժվարություններ կլինեն նաև, ինչու ոչ, բայց ով է ասել, որ այդ դժվարությունները պետք է մեզ կաշկանդեն հեռահար ավելի մեծ եւ բարեկեցիկ Հայաստան ունենալու ճանապարհը ворթեգրելուց, եւ ես ձեզ ասեմ, ես ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանն էլ ամենառուսամետ ղեկավարներից մեկն է։ Եվ Նիկոլ Փաշինյանն է տապալում Հայաստանի եվրոինտեգրման գործընթացը, անընդհատ խաղեր տալով Ռուսաստանի հետ։ Շատ լավ, նաև քաղաքական իմաստով, կարծես թե եւ շատերն են այդ մասին ասում, որ Եվրամիությունում այնպես չի, որ մեզ սպասում են կամ մեզ հրավիրել են։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում այս պահին Ուկրաինայում եւ միայն Հայաստանում է, որ այսինքն
մայիսին ներողություն այստեղ կայացած գագաթնաժողովի ընթացքում է, որ ասում են պետք է լրջորեն քննարկել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը, այսինքն այսքան զոհողություններից հետո հիմա նոր միայն դեռ քննարկելու մասին են խոսում։ Իսկ ով ասեց, որ մեզ այնտեղ չեն սպասում եւ չեն էլ հրավիրում։ Իսկ ինչպես է դա։ Չէ, բայց ով ասեց, դուք դա որպես հավաստի փաստ եք ներկայացնում, հղումը կարող եք ասել։ Ձեր վերլուծությունն է։ Ոչ, ես ուղղակի չեմ տեսել որևէ աղբյուր, որտեղ կամ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի, ով ասել է, որ այո, մենք պատրաստ ենք հուշել։ Ցանկացած այցելություն, երբ որ Նիկոլ Փաշինյանը իրականացնում է Եվրոպա, ամենաբարձր մակարդակներում ասում են, որ Եվրամիությունը գրկաբաց սպասում է։ Այդ մենք ենք խաղեր տալիս։ Մենք ենք խաղեր տալիս։ Սպասում է, որ մենք դիմենք, հայցը ներկայացնենք դեպի Եվրամիություն։ Մենք հայցը ներկայացրել ենք։ Մենք 20 օրինակի համար Գերմանիայի կանցլերը, օրինակի համար Եվրամիության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք որ աշխատում են, Էմանուել Մակրոնը օրինակի համար, եւ շատ-շատերը կան, որ Ուկրաինան եւ Ֆրանսիան ներողություն, Ուկրաինան եւ Վրաստանն այդպես էլ չընդհանրացրեցին։ Որովհետեւ Ուկրաինայում պատերազմը սանձազերծվեց, Յանուկովիչի սխալ որոշմամբ պայմանավորված, Սերժ Սարգսյանի օրն էր ուզում գցել Ուկրաինան եւ Եվրամայդանները սկսեցին։ Իսկ Վրաստանում կոլաբորացիոնիստական իշխանություններ են զավթել երկիրը ռուսական ուղղվածությամբ։ Այսինքն պատրաստ էին Վրաստանին ընդունել եւ միայն իշխանությունների աներկբայորեն։ Պարոն Կիրակոսյան, քարոզարշավը արդեն բուրըն ընթացքի մեջ է, ինչ խնդիրներ եք նկատել վարչական ռեսուրսի չարաշահում կամ միգուցե այլ պատնեշների եք հանդիպում։ Բերեք ընդհանրապես 3 տեսա, որ դպրոցահասակ երեխաներին հագցնում են կուսակցական խորհրդանիշներով տարբերանշաններ, շապիկներ, այդ տարբերանշաններով լուսանկարում են, որը որ անտրամաբանական է եւ անթույլատրելի անչափահաս երեխաների ներգրավումը նախընտրական քարոզչական գործընթացներին։ Նիկոլ Փաշինյանը իր բուկլետները վերցնում ընկնում մետրոներով։ Մեզ արգելեցին մուտք գործել մետրո, բա դա վարչական լծակների չարաշահում չի։ Եթե չարաշահում չի, ուրեմն կարգի հրավիրեք ոստիկանության համապատասխան ծառայություններին, որ հատուկ պաշտպանվող օբյեկտներում կողմնակալ վարքագիծ են դրսևորում։ Իհարկե զերծ չենք մնում այնպիսի բաներից, որ ավտոբուսներով մարդ տանեն, լեփլեցում հրապարակներ ցույց տան, օգտագործեն անհասկանալի ծագման միլիոնավոր, կարելի ասել դոլարներ, թե ոնց այդպես հարստացան, մնում է հարցական, բնականաբար պետ բյուջեից եւ մարդկանց միջոցներից գովազդով ողողելու ամեն հնարավոր վայր։ Ես կարծում եմ աղբարկղերն էլ որոշ քաղաքական ուժերի համար հրաշալի գովազդային մակերես կարող են լինել։ Ես շնորհակալ եմ մեր հանրությունից, հայ ժողովրդից մեզ սատարելու եւ աջակցելու համար։ Եթե քաղաքացիական օժանդակություն չլիներ, հավատացնում եմ ձեզ, ամեն ինչ շատ թանկ է եւ անհաղթահարելի ու անհասանելի։ Նման ուժերի համար, այսինքն եթե դու Forbes-ի ցուցակներում չկաս կամ երկիրը տարիներ շարունակ թալանած օլիգարխ չես, դժվարությունների ես բախվում։ Իսկ Փաշինյանը չի խորշում անուններ տալ, սպառնալիքներ հնչեցնել, վիրավորանքներ հասցնել, առհասարակ բառապաշարն ինչպես է գնահատում քարոզարշավը։ Ծայրահեղ վատ, լավ կլիներ, որ կրթվել է նորաձև է գաղափարախոսությանը գոնե այն առաջ քաշողները հավատարի մնային, բայց դա դասական ձեռնարկներում անգամ որակվում է որպես պոպուլիզմ։ 8 տարվա ընթացքում եւ նախկին իշխանություններից էլ կան ուժեր, ովքեր ասում են, որ գանք կրթությունը դարձնելու ենք անվճար։ Մեկը չի հարցնում, ասի, եղբայր, դուք 10 տարի մոտավորապես իշխանություն եք ունեցել, դարձնեիք կրթությունը անվճար։ Կամ նա որ ասում է, գալու եմ, բանտարկեմ, ասֆալտին ծեփեմ եւ այլն, դա արդեն հոգնեցնում է։ Նման է դատարկախոսության, իսկ երբ որ բառերը հայոյախառն են դառնում, վիրավորանք պարունակող, հենց դա եւս խախտում է քաղաքակիրթ նախընտրական քարոզարշավ անցկացնելու տրամաբանության խախտում է։ Ձեզ հաջողվի անցնել խորհրդարան, դուք լինելու եք այն ուժը, որը կմիանա Նիկոլ Փաշինյանին եւ նրա հետ կոալիցիա կկազմի կամ գոնե որպես վարչապետ նրան կընտրի, ինչպես կարծեք։ Չէ, դա սուտ է եւ ապա տեղեկատվություն, եթե հաստատական պնդում է, իսկ եթե տպավորություն է, անհիմն է, որովհետեւ մենք երբևիցե նրանց հետ որևէ առնչություն չենք ունեցել, ես անգամ Նիկոլ Փաշինյանին անձամբ չեմ ճանաչում։ Կուսակցության ղեկավարը նրա հետ երբևիցե չի հանդիպել տետատետ։
Ընդհանուրի մեջ էլ չեմ հանդիպել։ Չէ, ես չեմ հիշում մի ինչ որ միջոցառում, որտեղ համ ես լինեմ, համ նա։ Անկամ օպերայում կարող է, չգիտեմ, ինչ-որ ստեղծագործություն լսեմ, այդ երբ որ ես այնտեղ եմ եղել, ինքը այնտեղ չի եղել։ Ոնց է պատկերացնում հնարավորություն, եթե կուսակցության առաջնորդը, հիմնադիր նախագահը անձնապես չի ճանաչում, ինչ որ երկրորդ մարդու միջոցով եմ կապ ունեցել։ Այդ ինչքան է գերագնահատում դուք Նիկոլ Փաշինյան կերպարին եւ ինչքան եք թերագնահատում մեզ։ Դա բացառվում է։ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը բացառվում է ձայն տա կամ աջակցի նախկիններից որևէ մեկին եւ ներկայիս իշխանություններին պետք չի նրանց գերագնահատել նմանատիպ գերագնահատումներով մարդիկ փորձում են զրկել ժողովրդին այլընտրանքից, այսինքն իրենք են հանդիսանում թաքնահարույց նիկոլական։ Ճանաչում են ձեզ, ակնկալում են, որ հեքիաթ ասածը պիտի հեքիաթ պատմի, ինչպես են ընկալում։ Այո, ճանաչում են նախկին տարիների գործունեությունը մի ստվար զանգված մարդկանց բերել է դեպի իմ խոսքը, իմ գործը, իսկ հեքիաթ ասածը կարծում եմ այդ նույն տարիների գործունեությունը փոխել է մարդկանց մոտ վերաբերմունքը հեքիաթի հանդեպ հեգնական, հեքիաթ ասածների հանդեպ առասպելներ եւ էպոս ուսումնասիրող մարդկանց, որովհետեւ ընդունենք, որ մեր էպոսը, մեր հեքիաթներն ու առասպելները մեր ինքնության ես պայմանական 9 սյուներ եմ ասում, այդ սյուներից կարևորագույն մեկն է, ինչպես օրինակ հայոց լեզուն եւ այլն։ Եվ հեքիաթ պատմելը, գիտեք, մեզ այսպես թե այնպես 35 տարի հեքիաթներ են պատմել, բայց ցավոք սրտի դրանք անգամ իսկական հեքիաթ լինելու բանին չեն հավակնում չափորոշիչներին եւ ավելի շուտ սուտ են եղել, քան հեքիաթներ, որոնք մարդկանց ողջևորում են, դրդում են գործի, որը հետո ծնում է եւ ուժ, որը հետո բերում է իրավունքի, դա մեջ կարգախոսներից մեկն է։ Ունեցել եք այս ընթացքում հեքիաթ պատմելու, որևէ մեկը ձեզ նման խնդրանքով դիմել է Քարոզարշավը։ Չէ, չեմ ունեցել առիթ, բայց մեջբերումներ ես միշտ անում եմ մեր հեքիաթներից եւ էպոսից, զուգահեռներ եմ տանում եւ դրանք շատ կարեւոր են, որովհետեւ մեր ենթագիտակցության մեջ են, մեր գենի մեջ են, մեր ինքնության այդ հիշողության մեջ են, այդպես ամբողջական հեքիաթ պատմելը շատ պատասխանատու եւ լուրջ գործ է։ Օրինակներ, մեջբերումներ անպայման անում եմ, որովհետեւ ինչ որ բան կա, որ կարող է բնութագրիչ լինել։ Այո, իհարկե կա խաղաղության օրակարգը, որ մենք տեսնում ենք էպոսում եւս ծռանվերգոն պահում էր, բայց ինչ գնով էր պահում, Մելիքի կողմից ուղարկված հարկահավաքներին տալիս էր 40 անմեղ կույսերի, 40 ջահել պատանիների, 40 երինջ, բացում էր մհերի գանձարանը տալիս էր ոսկի, սկզբում ծովասարը վերցրեց մսրամելիքը, հետո պատրաստվում էր ուրիշ մի բան հանձնել եւ դրա անունը դրել էր խաղաղություն, մինչեւ Դավիթը քնից արթնացավ, որ տարված էր լոր որսալով եւ եկավ Կոզբադինի գլխին տվեց կոտը, որով չափում էին ոսկի։ Մի քանի բլից հարցեր ունեմ, որպեսզի մարդիկ նաեւ ձեզ որպես անհատ ճանաչեն, թե սուրճ։ Ես առհասարակ թե եմ սիրում, բայց հիմա մի քիչ սուրճը գերակայում է առօրյայի մեջ։ Սեղանի գիրք։ Սեղանի գիրք բառարաններն են հիմնականում, բայց հիմնական պրոֆեսիոնալ գրականություն եմ կարդում արդեն երկար տարիներ, գեղարվեստականի ժամանակս չի հերիքում։ Ֆիլմ, որ ամենաշատն եք սիրում։ Խիզախ սիրտը։ Ինչու՞։ Որովհետև կամքի մասին է, ազատագրվելու ոգու մասին է։ Քաղաքական գործիչ, որի հետ սիրով կճաշեիք։ Ուինստոն Չերչիլ։ Որովհետև մարդ էր, որին չհավատացին, բայց երկիրը պաշտպանեց։ Սխալ, որը ձեզ համար միգուցե ճակատագրական է եղել, կամ իրադարձություն միգուցե սխալ չի եղել։ Իրադարձություն կամ սխալ։ Չեմ մտաբերի, անկեղծ ասած։ Որ ճակատագրական այդպես չեմ ունեցել, որ իմ կյանքում այնպես մի հատ հետք թողած լինի, որ անշրջադարձ լինի։ Սխալներ եղել են, բայց դրանք միկրո սխալներ են, դրանք ճակատագրական ազդեցություն չեն ունեցել։ Իսկ սխալ Հայաստանի համար ճակատագրական։ 1992 թվականի դեկտեմբերի Գերագույն խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս ճանաչելու վճիռը անկախական գործընթացներով փոխարինելը Լեռնային Ղարաբաղի անկախության գործընթացներով, այսինքն միացումով պիտի գնար Հայաստանը։
պետք է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի միացած։ Այո, պետք է ճանաչվեր որպես Հայաստանի մաս եւ վիճարկվեր ոչ թե որպես Ադրբեջանի տարածքային նկարտուն Ադրբեջանի հանդեպ, այլ խորհրդային միությունից այդ տարածքը պահանջվեր, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվեր առանց այդ տարածքի որպես խորհրդային զեղծարարություն Հայաստանի Հանրապետության նկատմամբ, առաջին հերթին ՀԽՍՀ-ի նկատմամբ։ Մեզ սեպարատիստ կանվանի։ Չէին անվանի, որտեվ այդ տարածքը պատկանում է հայերին եւ Ադրբեջանինը երբեք չի եղել։